Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր միամսյակը, որը նվիրված է ավագ խոհարարների նոր արարություններին։ Այսօր մենք այստեղից ձեզ հաղորդելու ենք լավ տրամադրություն, նոր արարություններ եւ ջերմ մթնոլորտ։ Այս ամենում ինձ օգնելու է մեր հյուրը, հայ խոհարարական համադրույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ, Անի Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար Արտուր Սահակյանը։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ դուք։ Լավ, եւ հերոստատիտողներն են արդեն նկատում, որ ամեն ինչը այսօր նորարարություն է, նույնիսկ խոհարարը մորուսով։ Այո, նորարարություն է դա։ Ինչպե՞ս է տրամադրությունը։ Բարձր, շատ լավ։ Օգտվելով առիթից, որ երեք մարտի 8-ն էր, շնորհավորենք նախ առաջինը մեր կանանց, մեր աղջիկերքին, մեր մայրերին, իրանց տոնի արդիվ։ Շնորհավորենք։ Ամենալավն ու բարին ձեզ։ Եվ այս ուտեստը 2015 թվականի նորարարությունը նվիրել եմ իրանց, քանզի իրենց տոնն է, մի ամիս տանջվելու ենք իրանց համար, բայց դե աստվածտա լավ անցնենք։ Այո, այսօր փորձելու ենք պատրաստել իշխանը։ Իշխանը իմ մտահաղություններից է, փորձեմ պատկերեմ սրտի տեսքով։ Ահա, գեղեցիկ որ լինի։ Այսինքն, եթե ասում ենք նորարարություն, մենք մթերքներ օգտագործում ենք բնական մթերքներ, բայց մատուցման ձև, պատրաստման ձև, այս սրա մեջ նորարարություն։ Մթերքը ունենք մի մթերք է մերը, դե օգտագործենք այդ։ Մնացածը հիմա փորձենք։ Հիմա ես գնացինք ինձ համար ինչ որ գործ նախատեսել ես։ Դեռ ոչ, ես հանգստացեք։ Հանգստանամ ես։ Ես հանգստանամ։ Հիմա մենք ոսկրազատ ենք։ Դու եւ աշխատի եւ զրուցենք, ասացիր, որ մի ամիս չարչարվելու ենք, այդ չարչարանքը։ Բայց լավ չարչարվանք է։ Այո, հաճելի չարչարանք է, չէ՞։ Ոսկրը զատում ենք ամբողջությամբ եւ ողնաշարը եւ կովոսկրերը, չէ՞։ Այո։ Մաքուր ֆիլե, որ իրան չտանջվեն ուտելուց։ Իրանց համար է սա։ Արդեն մեր թե վերջացնելու ենք, էսի արդեն մեզ հարկավոր չի։ Բայց կարող ենք արգանակ պատրաստել։ Արգանակ, դրել եմ ես ափսի մեջ։ Ընդ մենք ափսի ունենք պահած։ Սա էլ ենք հանում։ Անհամբերությամբ սպասում եմ, թե այդ սարցաջուրը ինչ պիտի անես։ Սարցաջուրը, դա ուրիշ։ Դա բրոկոլի համար է։ Այո, շոկի արում ես եւ շոկի ես ներընթարկում ջերմային։ Հիմա մենք հանեցինք մեր ոսկորները, բայց մամա հատ մեջտեղից կիսում ենք, այո։ Մեջտեղից ենք կիսում, այո։ Նատել էս։ Մեջտեղի ողը որ հանենք։ Լողակը։ Այո։ Սա էլ էր ավելնա։ Եվ всё, պատրաստ է մեր ֆիլեն։ Ես հասկացա, որ այս կերակուրը դու իրոք պատրաստում ես կանանց համար, բայց իրենք այնուամենայնիվ կդժվարանան իրենք պատրաստել։ Մի քիչ բարդ process է, չէ՞։ Դրա համար ես ասում եմ, որ տղամարդիկ պատրաստեն իրենց կանանց։ Շատ լավ։ Անում ենք աղ։ Ներսի կողմից, սա ինչ անում ենք ներսի կողմից։ Աղ, սև պղպեղ։ Եվ լիմոն։ Եվ տնական լավ։ Տրում ենք, որ իր համն հոտը։ Հենց այսպես կարելի է ճաշակել։ Այսպես է։ Թողում ենք ընդամենը 5 րոպե իր ռեակցիան տալիս է եւ ենք արդեն պատրաստ է, կարող ենք այսպես էլ համտեսել։ Բայց քանի որ մենք մեր կանանց համար ենք պատրաստում, մենք խոսք ենք տվել սիրտ, ուրեմն սիրտ է կտանք։ Խնդրեմ բուսայողը։ Քիչ բուսայող ենք անում։ Ვალեր ենք անում, որ սիրունանա։ Հիմա ամենակարևոր process-ը։ Դնում ենք այսպես։ Եվ այս կողմից սկսում փաթաթել։ Այո։ Սենց փաթաթում ենք իրան շատ զգուշորեն։ Շատ հանգիստ։ Այս մի կողմը փաթաթեցինք։ Հիմա այս մյուս կողմից ենք գալի։ Ինքը մի քիչ բարդ process է։ Այո։ Մի քիչ բարդ է, բայց վերջում Բայց էլ ինչ աշխատանք աղջիկների համար, որ բարդ չլինի։ Շատ վերջում կտենակ կարևորը։ Մենք պաշտի արդեն համարյա թե պատրաստ է,
մնում է իրան ուղարկենք ջերմային մշակման։ Դե վերջում որ ինքը արդեն տաքության բացվում է, մեջտեղ Սրտին սրտի նմանվում է։ Ջերոցում ինչքան ջերմաշան։ 170 աստիճան եւ մոտ 15-ից 20 րոպե։ Արտուր ջան, ուղարկեցինք ձուկը ջերոց, հիմա ինչ խավարտ ենք անելու։ Բրոկոլի, փոխանցեք, Բրոկոլի։ ես ասի որ դուք Հայկական արտադրության բրոկոլի։ Իմիջիայլոց Հայաստանում արտադրում են արդեն։ հա։ Այո, ստանում են։ Այ այստեղ մեզ պետք է գալու սառույցը։ Այ հենց այստեղ։ Ես ուշադիր նայում եմ, թե սառույց, այս սառցե ջուրը ինչ ես անելու վերջի վերջո։ Էսա ցույց կտամ մեր հերոստատիտողին։ Ես էլ կտրենք որ շնեղացնենք ոչ Ոչ մեկին չնեղացնենք։ Բրոկոլի ջերմային մշակման եղանակը խնդրում եմ դու հուշես մեր ժողովրդին։ Երման ջրի մեջ ընդամենը 2-ից 3 րոպե։ Վերջ, շոքի հարում ենք իրականում։ Շատ երկար խաշել չի կարելի, թույլ աղաջուր։ Ընդհանրապես բանջարեղենները ենթակա չեն Քալա որ խնդրեմ։ երկար ջերմային մշակման։ Հայտնի։ Ես սպասում ենք Ամրագրեք ֆիքսեք ժամը։ 2-ից 3 րոպե։ 2-ից 3 րոպե։ Եվ այլ դեկորներ, ես գիտեմ, դու առանց դեկորների ես աշխատում եմ, ես հատուկ ձեր համար աշխատում եմ ավելնուր սոուսներ, որը դուք չեք սիրում։ Բայց մենք այնուամենայնիվ դեռ ունենք անպայման։ Մենք պատրաստել ենք լիմոնի ֆրեշով իր հատուկ սոս։ Իր համար։ Դրա համար օգտագործենք ցեդրայով։ Ցեդրան, անպայման։ Այստեղ ենք տեղադրում։ Ոչինչ չվստահեցիր ինձ։ Վստահում եմ, ես շատ բաներ եմ ձեզ վստահում։ Միամսյակա գեղեցիկ տոնի առիթն մայրության, գեղեցկության, դուք հանգստացեք։ Այսպես անում ենք, որ հյութը։ Մեր ռեստորանները մի կարող են սխալ հասկանալ, մայրության տոնին ես էլ պիտի աշխատեմ։ Դուք պիտի աշխատեք։ Հանգստանամ։ Բայց այդքան էլ բարդ բան չկա, որ դուք Շատ լավ։ Հենց այսպես եւ վերջ։ Ոչ։ Եվ բուսայուղ։ Եվ բուսայուղ։ Այսինքն օգտագործեցինք մենք կիտրոնի հյութը, ցեդրան, կեղևը այսինքն, բուսայուղը, մեկ փոքր աղ։ Բնական իր համով։ Բնական, այո, ով կարող է որևէ բանով մեղադրել քեզ։ Ինձ 2-ից 3 րոպե անցա։ Նայեք, ինքը հիմա այս պայծրությամբ իր վառ կանաչ գույնը պահպանել է։ Իսկ որ մենք լցնենք սառույցի մեջ, ավելի լավ կպահպանի։ Այ դրա համար է։ Ահա։ Տեսնում եք վառ գույներ։ Ջերմային շոկաթերապիա։ Բայց տնտեսական չէ։ Մի քիչ վառ գույն է։ Վերցրեցինք, բավական ինքը մնա եւ հանում ենք։ Տեսնում եք։ Հիանալի, հիանալի։ Հիանալի։ Շատ չենք թողնում, որ շատ չսառի։ Վերցնում ենք սա։ Եվ մատուցման ափսեն մեծ, ինչպես դուք եք ասում, շատ գեղեցիկ է մեծ, որ ընդամենը 30-ից 40% զբաղված լինի, մնացածը ապրես դու ազատ։ Ահա մեզ բերել են արդեն ձուկը։ Ձուկը, սրտիկը։ Մենք տեղադրենք այստեղ։ Սա խոհարական ֆանտազիա է ընդամենը։ Եվ կողքերը դասավորում ենք մեր խավարտը։ Խավարտը։ Եվ գեղեցիկ, եւ համով։ Ինձ թվում է
ստացված տարբերակ է։ Ես վստահ եմ, որ մեր հերոսադիտողներին դուր եկավ եւ դուր կգա, հատկապես կանանց։ Հուսով եմ, որտեվ իրանց համար ենք պատրաստում։ Իրանց համար ինչ անում ենք այս ամիս, Սիրով պիտի անենք։ այս ամիս սիրով, քնքշությամբ իրանց համար միայն։ Չգիտեմ նախախնամությամբ, թե ինչպես ստացվեց, որ այս միամսյակը ավագ խոհարարների նորարարությունների միամսյակը համընկավ կանանց տոնի միամսյակին։ Շատ լավ է։ Կարծում եմ, որ մի քիչ բարդացավ այնուամենայնիվ, բայց Դե բարդությունները դրա համար, որ մենք բարդությունները հենց առաջընթացի կարծում եմ շարժիչ ուժն են։ Այո, ես էլ եմ այդպես կարծում։ Մեր ձկնիկը համայրը թե պատրաստ է, Կարծես կենթանի լինի։ ինք իրեն զգում է կանաչ, մաքուր, չէ՞։ Այո, այո։ Մեկ փոքր էլ ավելացնենք այստեղ, որ շասեն այս մնացածին չարին է։ Մի տեսակ շատ ավելի սրտացավություն եմ տեսնում այսօր քո աշխատանքներում։ Որտեղ միամսյակ է սկսվել։ Այսինքն արական սերի հյուրերը սրտացավություն պիտի չակնկալեն քո աշխատանքներում։ Ինչու ոչ։ Անկանում եմ, բայց իրանց համար եմ սա պատրաստում։ Արական սերը։ Ասում եմ պատրաստում իգական սերը։ Եվ ավելացնում ենք մի քիչ որ սենց եւ կողքերը։ Սենց ինքը որ կարողանան ամեն կողքից Բոլոր տեղերից նույն համը ունենան, երբ որ օգտվեն։ Հուսով եմ դուրս կա կամ չէ։ Շատ լավ, գեղեցիկ, համեղ, օգտակար։ Արտուր ջան, խնդրեմ քո ցանկությունները եւ առաջարկները։ Իմ ցանկությունը ես միշտ ասել եմ, բայց այս անգամ մեկ անգամ էլ օգտվելով առիթից շնորհավոր ենք մեր իգական սերի ներկայացուցիչներին, մաղթելով ամենալավն ու բարին եւ տղամարդկանց մեր արական սերի ներկայացանը մաղթենք համբերություն այս ամիսը որ շատ լավ Եվ ոչ միայն ձգի սիրտ նվիրեն, այլ նաև իրական սիրտ նվիրեն։ իրեն սիրտերը նվիրեն։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, հատկապես կանայք, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտուրին։ Ուզում եմ շնորհավորել ես նույնպես ձեր միամսյակը եւ այդ տոնակատարությունը, որ մենք կատարում ենք, մենք նշում ենք, կարծում եմ շատ հաճելի է, բոլոր տոներից ավելի հաճելի տոնն է։ Եղեք միշտ գեղեցիկ, ժպիտով եւ երջանիկ։ Շնորհակալություն Արտուր ջան, ապրես դու։ Ստեսություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ եւ անսահմանափակ, սպիտակ, անապակ հայկական գինով։ Բարեկամներ, նախքան ավարտելը պիտի մաղթեմ ձեզ, որ լինեք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Կանանց նվեր, ձուկ 1 հատ, բրոկոլի 350 գրամ, լիմոն կես հատ, ձեթ 10 գրամ, աղ, սև պղպեղ, վարյա խորժակ։